է կարծում, ընդդիմությունը պետք է մանդատները վերցնի, խորհրդարան անցնի, թե պետք է ճգնաժամ առաջացնի։ Իմ կարծիքով պետք է վերցնի։ Ինչու։ Եթե արդեն ուշ չի։ Դե ինչու, որով նույն հայտնի պատճառով, որ նորից երևի վերընտրություններ արվեն, երևի արդեն ընդդիմությունը հաշվի կառնի իր արած սխալները, երևի երկրորդ անգամ չի անի, այստեղ եմ կարծում, այդքան հասկանում։ Իսկ ընտրությունների նախնական արդյունքից գոհ եք դուք։ ԿՊ-ն առաջատար է։ Ընդհանրապես չէ։ Ինչու։ Ինչով է այս քաղաքական ուժը հիասթափեցրել ձեզ Նիկոլ Փաշինյանը։ Որ սկսեմ թվարկել այսօր մութը կընկնի, վերջ տվեք, ոչ մի բանը լավ չի։ Հայաստանի հետագա կյանքը, ապագան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կառավարությամբ ինչպես է պատկերացնում։ Միայն դեպի վատն է գնալու։ Նաև ասել էր, որ քարոզարշավի ժամանակ ասել է, որ եթե սահմանադրական մեծամասնություն չկազմեն, ապա սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Հիմա եթե սահմանադրական մեծամասնություն չկազմի, եթե ԲՀԿ-ն չանցնի, պատերազմ լինելու, չլինելու իր այդ հիմար խոսակցության հետ ոչ մի կապ չունի։ Եթե լինելու է հազար ուրիշ պատճառներով։ Իր այդ հիմար խոսակցությունները կապ չունեն։ Լինելու է չի։